Ողջույն։ Հայաստանում ազգային ժողովի նախագահ աշխատողին լրագրողները հարց են ուղղում, թե ինչու է ԿՊ-ն դեմ քվեարկել կամ խնդրել եվրոպացիներին դեմ քվեարկել արցախցիների վերադարձի մասին բանաձևին։ Հիշեցնեմ, բռնի տեղահանված արցախցիների վերադարձի իրավունքը պահանջող բանաձևին, որը ներկայացվել էր Երևանում անցկացվող Եվրանեստի խորհրդանական վեհաժողովի նստաշրջանում, ԿՊ պատգամավորները դեմ են քվեարկել։ Ադրբեջանից պահանջվում էր միջազգային անվտանգային երաշխիքների ներքո ապահովել արցախցիների անվտանգ հավաքական վերադարձի իրավունքը իրենց բնորոշ։ Այդ դրան ԿՊ-ն դեմ է քվեարկել եւ հորդորել է, որ մյուսներն էլ դեմ քվեարկեն։ Ալենին հարց են տալիս, պատասխանում է. կա մարդ, որ կարող է հայտարարել, որ ինքը կարող է ապահովել հայ մարդու վերադարձը Ղարաբաղի որևէ բնակավայր։ Մեծ խոսելով չի, միայն կենացներ խմելով չի, ասել է նա։ Այո, այս պահին ոչ մեկ չի կարող հայտարարել, որ ինքը կապահովի հայ մարդու վերադարձը Արցախ։ Այո, դա վաղն էլ ոչ ոք չի կարող երաշխավորել։ Հատկապես ԿՊ-ական իշխանությունը հազիվ իր անվտանգությունն է կարողանում ապահովել, ելուր մնաց 150,000 արցախցիների անվտանգությունն ապահովի։ Ավելին, դուք իսկի Հայաստանի ներսում բացի ձեզնից ոչ մեկի անվտանգությունը չեք կարող ապահովել։ Այդ բանաձևում կարևոր ձևակերպում էր միջազգային անվտանգային երաշխիքների ներքո արտահայտությունը։ Դա մարդը չի տալիս։ Միջազգային անվտանգային երաշխիքը այն չէ, որ Թրամփը WhatsApp-ի համարը տա, ասի բան լինի զանգեք։ Միջազգային անվտանգային երաշխիքը, երբ գնում եք Բրյուսել, Պրահա, Գրանադա, Վաշինգտոն բաներ եք պայմանավորում ինչ-որ, թղթի վրա ձևակերպված լինի, որ խաղաղության ապահովման, պահպանման, հարատևության համար երաշխավոր է հանդիսանում այսինչ պետությունը, այսինչ կազմակերպությունը միջազգային, ինչպես նաև օրինակ ՄԱԿ-ը, Եվրամիությունը, ՆԱՏՕ-ն եւ այլն երաշխավորում են արցախցիների անվտանգ վերադարձը։ Այդ բանակցությունները նրա համար չեն, որ գնաք ու ինչ ուզեն տակ, հետո Թրամփն ասի, Ալիևն ու Նիկոլը եկան Վաշինգտոն որպես թշնամի, բայց ստորագրելուց հետո թռան իրար գիրկ։ Ալիևին գրկելուց առաջ կամ այդ գործընթացի ժամանակ հիշեիր գերիների մասին, անհետ կորածների մասին, փախստականների մասին։ Ու այդ միջազգային երաշխիք գտնելն ու ստանալը իշխանության պարտավորությունն է։ Իշխանությունը միայն վայելքների համար չէ, Ալեն Սիմոնյանի տակ, որ դրել են $240,000 ավտոմեքենա, վրան էլ պարտականություն են դրել խորհրդարանական դիվանագիտությամբ այդ հարցերի լուծմանը հասնելու։ Ինչ որ ճառեր է ասում, վերադարձեք իրականություն, մարդիկ են մահանում, ռմբակոծություններ են լինում, խնդիրը խոսելով չէ, լուրջ։ Ընդդիմությունը կարող է խոսել, առաջարկել, ինչ համարում է ճիշտ։ Ընդդիմության, այսպես ասած, մեծ խոսելով երկրի գլխին փորձանք չի գալիս, փորձանք գալիս է իշխանության խոսքերի ու գործողությունների արդյունքում։ Նիկոլ Փաշինյանը մեր երկրի այն ընդդիմադիրներից է եղել, որը խոսել է առանց մտածելու, քննադատել է ինչպես ուզել է, ու կամ ինչքան տվել են, բայց նրա ընդդիմադիր խոսելու, գրելու պատճառով արցախցիները չեն դարձել փախստական։ Իսկ այ հենց դարձավ իշխանություն եւ սկսեց նույն ձև խոսել, առանց ինքն իր առաջ սահման ու չափ դնելու, ողբերգությունները հաջորդում են մեկը մյուսին։ Մեր գլխին էս ամենի պատճառը, այս ողբերգությունները, որի միջով անցնում ենք ու դուրս չեն գալիս, ԿՊ-ի, Ալենենց մեծ խոսելն ու պատասխան տալ չկարողանալն է։ Այն որ Արցախում հայ չկա, դա հենց մեծ խոսելու արդյունքն է։ Սկզբից խոսեիք հասկանալով, այս ամենի մեջ չենք ընկնի։ Ու այդ մարդը, որ ասում է որևէ մեկը չի կարող ապահովել արցախցիների անվտանգ վերադարձ, նույնը ասում է մենք պատրաստ ենք ապահովել Հայաստան այցելող թուրք-ադրբեջանական պատվիրակությունների անվտանգությունը։ Թող Էրդողանն ու Ալիևը գան Հայաստան, ամեն ինչ կանենք, որ իրենց համար այստեղ հանգիստ լինի։ Արցախցիների անվտանգության հարցը չենք կարող ապահովել, բայց կապահովենք թուրքերի ու ադրբեջանցիների անվտանգությունը։ Չենք էլ կասկածում։ Դուք կարողացաք ապահովել, որ Ադրբեջանի ազգային երազանքը Արցախին տիրանալը, Շուշիում չայ խմելը դառնա իրականություն։ Դուք էլ հրավիրեցիք։
Այո, վստահ ենք, որ կարող եք բոլոր ադրբեջանցիներին բերել, հարգել, պատվել, ձեր տանն էլ գուցե տեղ տակ, տոնածառն էլ երևի իրենց պատվին եք այսքան շուտ դնում։ Մյուս թեման, որին ուզում եմ անդրադառնալ, տոնածառն է, որը անկեղծորեն զարմացրել է շատերին։ Հանրապետության հրապարակով անցնողները 2 օր է հարց են տալիս։ Հոկտեմբերն է, չէ՞։ Նոր տարվա օրերը չեն փոխել, չէ՞։ Նիկոլը չի փոխել։ Բայց ինչ են հոկտեմբերին տոնածառ դնում։ Սրանք ուզում են ինչ-որ մի ձև տոնական մթնոլորտ ցույց տալ, Ժողովուրդ ջան։ Մեզ մոտ կյանքը շատ ուրախ է, ուրիշ դարդուցավ չունենք։ Բա հո $250,000 չեն տվել տոնածառ առել, որ ընդամենը 15-20 օր դնեն։ Հոկտեմբերին կդնեն, փետրվարին կհավաքեն, ու տարվա կեսը տոնածառ կլինի հրապարակում։ Նիկոլը վաբշե կարող է հրաման ընդունել, որ տոնածառը իր ծննդյան օրից սկսած դնեն, հունիսի 1-ից։ Սրանք 2 բան են անում՝ ասֆալտ ու տոնածառ։ Ասֆալտից տոնածառ սարքեք, կլուբնիկներ կախեք վրան, այն կոպեկ հետ բերած ռենջն էլ դրեք տակը, ու թող Նիկոլը 7 կռուկ հեծանիվ քշի տոնածառի տակ։ Քաղաքացիներից մեկը, որ երևի դժգոհ է գնաճից, ասում է, այս տարի լավ կլինի խաղալիքների փոխարեն տոնածառին կարագ կախեն։ Վատ բան չի ասում, գիտեք, կարագը այնքան է թանկացել, որ շատ մարդկանց համար, հատկապես միայնակ տարեցների, նոր տարուց նոր տարի գնվող սնունդ է։ Այս տարի ինչը թանկացել է, կախեք տոնածառին, կարագ, ձեթ, կարտոֆիլ, վարունգ։ Մի տարեց, որ հրապարակում փող էր հավաքում, ասում եմ, սրանց համար միշտ էլ նոր տարի է, կոկոսը ջարդում, լութը խմում են, միլիոններ են աշխատում, իրենց ձմեռ պապին տարին 8 անգամ գալիս է տան բանալիով, դրա համար էլ երբ դնեն տոնածառը, իրենց համար նոր տարի է, իրենց համար են դնում։ Խորհրդարանում քննարկում են բյուջեի նախագիծը, թոշակը դրանով չի ավելանում հաջորդ տարի, նպաստը չի ավելանում է Նիկոլի աշխատակազմի բյուջեն, այն էլ $4 միլիոն։ Հարցնում են, ինչու չեք ավելացնում թոշակը, ֆինանսների նախարարը պատասխանում է, որ ավելացնենք, թոշակառուն ավելի վատ կապրի։ Այն որ մինիստրի աշխատավարձը 750-ից սարքեցին 1.5 միլիոն, դրանից ավել կտրուկ բարձրացում չկա, բայց չասացին, որ բարձրացնենք, նախարարների կենսամակարդակը կընկնի, բայց հենց հերթը հասավ թոշակներին, թոշակներն ավելացնելուն ասում են, չէ, չենք կարող կտրուկ բարձրացնել, կենսամակարդակը կընկնի։ Կտրուկ մի բարձրացրեք, մանր բարձրացրեք, 3 տարի է, որ ձեռք չեք տվել, ոչ մի դրամի, բայց կտրուկ թանկացումներ են, չէ եղել։ Ժորժ ջան, ասում են, թոշակները հաջորդ տարի չեն բարձրանա, նվազագույն աշխատավարձը չի բարձրանա, $2.5 միլիարդ բյուջեից կվճարվի Նիկոլի վերցրած արտաքին պարտքի սպասարկմանը, բայց ժողովրդի համար էլ նորություն կա։ Տոնածառը հոկտեմբերից ենք դնում, կարող են գալ, տակը թռվռալ։ Սոված փորին պարելը ավելի հեշտ է։ Կարճ ասած, սրանք խոստացել էին, որ ժողովուրդը լավ է ապրելու, անվտանգ է ապրելու, Արցախի հետ միասին է ապրելու, երջանիկ է ապրելու։ Հետո ասացին, չէ, քանի Քոչարյանը չի նստել, լավ չեք ապրի։ Հետո, քանի Արցախը չենք հանձնել, լավ չեք ապրի։ Հետո, քանի ասում ենք Արարատը մերն է, լավ չենք ապրի։ Հետո, քանի կաթողիկոսը ՔՊԱ-ական չի եղել, լավ չեք ապրելու։ Ու ՔՊ-ի խոստացած լավ ապրելու համար փաստորեն հələ լիք արժեքների վրայով պետք է անցնեն։ Ու իրոք անցնում են, բայց լավ ապրում են միայն իրենք, ՔՊԱ-ականները։ Ժողովուրդն էլ վատ է ապրում ՔՊԱ-ականների պատճառով, մարդկանց կեղեքում են, երկիրը թալանում են, հանձնում են, իրենք հարստանում են ու ում կարողանում են տոնածառի փայլերով հիմարացնում։ Միակը, որ իրենցից բացի այդ ամենից գոհ է, Ալիևն է։